շնորհակալություն, շատ հարթ բարձրացրեցիք։ Հենց խնդիրները մենք էլ ենք ուզում, որ հիմնավորեն, որ պես արդեն տարին դզվավ է, մի տարի նույն բանն ենք ասում, ասեք մենք ինչի համար ենք ստե։ Հիմա այս ընդհանուր անցել ենք, եկել ենք հատիկ ապացույցներին, հիմա ասում ենք, այս ապացույցի գործ հետ կապ չունի, եկեք ֆիքսենք, որ այս ապացույցի գործ հետ կապ չունի, որը գործ կապ ունի, հիմա ես այդ եմ ասում, թող ասել, այս զենքը նախապատրաստել են օրինական, բայց պետք է տանեին օգտագործեին, պետք է տան հերոն ես մեր ասում, ինչ պետք է անեն, հերոն պետք է անեն։ Դե որ չկա, հասկացան կա այդ զենքը, կա բոլորի տուն այսօր մեր հասարակության 20%-ի տուն օրինական զենք կա, չի նշանակում այդ զենքերը պետք է այդ օրը օգտագործվեն։ Մեր ասածը էս է, որ հիմա ասում ենք անցնենք, որ մեր ընկերներն ասում են ասեք ումա վերաբերվում, չէ, գիտենք որ Շահնազարյան Հայկին ա վերաբերվում, քանի որ կարծում եք օրինակ տնից եք ուզածություն արել։ Ես այդ հարցը չեմ տալիս։ Այդ զենքերը, այս մեր պայքարը, որ մենք ասում ենք, մենք չենք ասում ենք ոչ մի բան չենք արել։ Մենք ասում ենք կազմակերպել ենք անհնազանդության փողոցային պայքար սահմանադրության իրավունքով։ Իշխանությունը օրինական ճանապարհով վերցնելու։ Մենք չենք ասում ենք ոչ մի բան չենք արել, մենք փողոցային պայքար ենք արել, չարիքին հեռացնելու, մենք փողոցային պայքար ենք արել, մի տարի եղել ենք պայքարի մեջ, Տավուշից քայլել ենք մինչև Երևան, Երևանից գնացել ենք Մեղրի, իհարկե մենք պրոցեսի մեջ ենք եղել, բայց օրինականության մեջ։ Չենք ասում մենք տունը նստած եք ասենք, հիմա այս զենքը ինչ կապ ունի այս պրոցեսի հետ։ Այդ է մեր ասած, եկեք այս ապացույցները որ հետազոտում ենք, ասենք որ ինչի կապ ունի, եթե կապ ունի, թող հիմնավորեն, եթե մենք կարանք, որ ասենք իրանք պետք է հիմնավորեն, ուզում են թող հիմնավորեն, մենք էլ կարանք հակառակը ապացուցենք, որ կապ չունենք, արդեն ձեր մոտ միանգամից կարծիքը կձևավորվի, որ այդ վճիռը կայացնելուց տալուց պետք է ձեր մոտ կարծիքն լինի, որ իմանաք այդ զենքերը իրականում անօրինական եւ անշարժ զենքեր են, դե մենք նպատակ ենք ունեցել հետագայում այդ զենքերը օգտագործել։ Հիմա դες կարթան գնանք, բայց որ ցես կարթան գնանք, վերջում որոշում ինչ են կայացնելու, ինչ ուզենք։ Հիմա ես ուզում եմ այս փուլից հետո հասկանամ այդ զենքերը գործի հետ կապ ունեն թե չունեն, բայց ասում ենք թոմնավ ինչ, այս մի տարի ինչ խոսում եք, ասում թոմնավ վերջում, դե եկեք ոչ մի բան չանենք, որը միշտ ասում ենք, վերջում վճիռը կարտացեք պրծնենք։ Հիմա հասկանանք այս զենքերը մեր հետ կապ ունի թե չունի։ Շնորհակալություն։